ստեղծելու ենք հատուկ կառույց։ Ես ձեզ պարզ եմ ասում։ Ես ձեր օգնության կարիքը ունենալու եմ։ Ամեն շրջանի գյուղացիները իրենց խնդիրները ավելի լավ են իմանալու, քան մենք։ Ասենք Արարատյան դաշտավայրում մի խնդրեմ կա։ Սյունիքում ուրիշ խնդրեմ կա։ Կոտայքի մարզում ուրիշ խնդրեմ կա։ Բոլոր գյուղերում, բոլոր շրջաներում կան մարդիկ, ազդեցիկ մարդիկ, փորձառու մարդիկ։ Ընդամենը շատ մարզել չունենք, 10 մարզ ունենք։ Ասենք մի ամսում կարելի է այսենց հավաքել, թող չլինի 300 մարդ, թող լինեն 500 մարդ։ Բայց քննարկել է պետք, ինչն ամենաառաջնահերթը։ Մենք շատ լուրջ ուշադրություն ենք դարձնելու էկոլոգիայի վրա, որ մեր քայլերը պետք է գեղեցկացնեն, այլ ոչ թե փչացնեն, ասենք Սևանը, Ծաղկաձորը, հիմա դուք տեսնում եք, Հրազդանցիք լավ տեսնում են Ծաղկաձորում ինչ է կատարվում։ Սարքեցին շատ անճաշակ բնակավայր, բայց Ծաղկաձորը ուներ բոլոր տվյալները, դառնար լուրջ տուրիստական, հիշում եք, սովետական միության ժամանակ մեր օլիմպիական բազաներից մեկն էր Ծաղկաձորը։ Իսկ հիմա նույնիսկ Հրազդանի համար չի կարող բազա ծառայել։ Այսինքն անմտածված քայլերով ամեն ինչ փչացրեցին այս մարդիկ։ Այո։ Այս շինարարության բումը փոխանակ կառավարեին, բաց թողեցին, ով ինչ ուզում անի։ Համ խնդիրներ սարքեցին, թե շինարարների համար։ Հիմա դուք գիտեք, շուկան մի քիչ փոխվեց, բոլորը շենքերը կանգնեցրել են, մաքսիմում 10%, 15% են կարողանում վաճառել։ Դրանից էլ բանկերը խնդրեմ ունեցան ու կունենան, որովհետև ֆինանսավորել են, չեն կարողանում վաճառել այդ ամեն ինչը։ Դրա համար ամեն ինչը պետք է բալանսավորված, հավասարակշռված տարվի։